Մեծարգո փոխոսնակ, հարգելի պատգամավորներ, հարգելի տիկին գլխավոր դատախազ, մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, Գառնիկ Դանելյանը նոր է իր համար բացահայտում մարտի 1-ի դեպքերը, նոր է բացահայտում, որ քաղաքացիները ստիպված են եղել դիմել ինքնապաշտպանությանը, որովհետև ինչպես ազգային ժողովի մոտ տեղի ունեցած դեպքերի ընթացքում էինք մենք որպես պետություն պաշտպանվում օտարից գործուղված Հայաստան սուբյեկտներից, այդպես էլ մարտի 1-ին ժողովուրդը ստիպված էր պաշտպանվել։ Ես այսօր կօգտվեմ նաև այն հնարավորությունից, որ հաճախ մեր ընդդիմադիրները անում են եւ Գառնիկ Դանելյանին կպատասխանի Նիկոլ Փաշինյանը հայտնի դրվագով։ Ոստիկանությունը աշխարհում, բայց ես ուզում եմ մենք մի բան հասկանանք։ Ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության այն ոստիկանությունը, որ ծառայում է Հայաստանի Հանրապետության դրոշի եւ զինանշանի ներքո, այդ ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության պետականության պաշտպանն է։ Պարոն Դանելյան, մի օր չլսեցինք դուք ցույցերին, պետությունը պաշտպանեք։ Նիկոլ Փաշինյանը սա ասում է որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Ասում է սա Սասնա ծռերի դեպքերի օրոք։ Եվ որ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս ընդդիմադիր գործչի կերպարով, բայց ավելի պետականամետ էր, քան շատ պետական գործիչներ։ Որովհետև ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք հավատում ենք, որ պետության պաշտպանը ոստիկանն է։ Եվ թույլ չենք տալիս ոստիկանությանը, ինչպես դուք նախկինում, գործիք դարձնել ժողովրդի դեմ պայքարում։ Էս էր մարտի 1-ը, ինչի մենք չգիտենք մարտի 1-ի ժամանակ վարչապետը այս հայտարարությունները ինչի է արել, ինչի բերումով է արել, եւ որ կրակել եւ սպանել են։ Ես չեմ հասկանում այս խոսակցությունը ինչ եք դուք անդադ բերում։ Ախր դուք իսկապես կարծում եք, որ շահեկան դիրքում եք մարտի 1-ի մասին խոսելիս։ Ես իսկապես չեմ հասկանում, Արթուր Խաչատրյանն այստեղ չէ։ Էլի բացում է մի թեմա քարտեզների մասին, որտեղ էլի շահեկան դիրքերում չէ։ Գառնիկ Դանելյանը բացում է կրկին ոսկեպարի թեման, որտեղ ընդհանրապես շահեկան դիրքերում չէ։ Ժորժ ջան, այս թեմաները դուք մսխել եք 5 տարի խորհրդարանում։ Դուք եկել սրա մասին խոսել եք, դուրս եք եկել փողոց եւ ձեր 21 թվականի ընտրազանգվածին դուրս չեք կարողացել բերել։ Գիտեք ինչքանն է եկել ձեզ աջակցելու։ Ձեր ընտրազանգվածի կեսը 30,000 մաքսիմում թիվ ա եղել։ Ոսկեպարով Արցախ էի գնում։ Հիմա նախընտրական շրջանում եկել եք նորից այս թեման բացում եք։ Լավ, դուք իսկապես ինքնահայացման հնարավորություն, ունակություն չունեք։ Ես իսկապես չեմ հասկանում։ Ես երեք լսում եի ուշադիր ձեր ելույթները եւ հետո մտածում եմ երևի կառավարության հետ հարցու պատասխանին Արթուր Խաչատրյանը Մհեր Գրիգորյանը կհարցնես ինչ քարտեզ եք համաձայնեցրել, բայց չի եկել չի հարցրել, որովհետեւ պատասխանը չի հետաքրքիր, որովհետեւ պատասխանը իրականում քանի անգամ հնչել է։ Լավ, կգաք հարց կտակ օրինակ Հայաստանում տեղի ունեցող միջոցառումների շրջանակներում 300,000 ադրբեջանցի Հայաստան գործուղելու մասին։ Բայց չեք եկել, չեք հարցրել, որովհետև գիտեք, որ սուտ է, գիտեք, որ պատասխանելու են ու գնալու եք ձեր ընտրողին չիմանալ ինչ ասել։ Իսկ իրականում սիրելի քաղաքացիներ մայիսի 8-ին մեկնարկում է քարոզ արշավը։ Եվ դուք գնալու եք դռնեդուր եւ ասելիք չեք ունենալու, որովհետեւ եթե դուք ուզենայիք իմանալ ճշմարտությունը, երեք այդ հարցը կհնչեր ազգային ժողովում։ Դուք կստանայիք պատասխան։ Սուտ է 300,000 ադրբեջանցի չի գալիս Հայաստան, չկա տենց թեմա։ Կասեի սուտ է Հայաստանի սուվերեն տարածքից ոչ մի բան չի զիջվում, քարտեզների հարցնել 500 անգամ բացատրել ենք։ Ասել ենք չկա այն մի քարտեզ, կա քարտեզներ, որոնք նախկինում համաձայնեցված եղել են պարիտետային խմբից։ Լավ, Մհեր Գրիգորյանը այս մասին այստեղ քանիցս խոսել է, բայց ձեզ պատասխաններ պետք չեն։ Ձեզ ստեր են պետք, մանիպուլյացիաներ են պետք, որովհետև խորհրդարանում հայտնվելու ձեր միակ հնարավորությունը վախն ու ցավը գեներացնել, դարձնել քաղաքական կապիտալ։ Դրա համար չեք եղել երեք հարցու պատասխանին։ Դրա համար փախել եք խորհրդարանից, որովհետև չեք փնտրել ճշմարտություն։ Ձեզ ճշմարտություն պետք չէ։ Գլխավոր դատախազի հետ հարց ու պատասխանն էլ ձեզ պետք չէ։ Ձեզ պետք են տեսարաններ, որոնք մենք ձեզ չենք տալուս։ Մեկնարկում է քարոզ արշավը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել ենք, լինելու ենք Սյունիքում եւ խոստանում ենք ձեզ հունիսի 7-ին, ձեզ եւ մնացած ուժեղ տղեկին շատ մեծ անակնկալ։ Շնորհակալություն։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։